եք կարծում, դատախազը կխուսափի ձեզ այդ հանդիպելուց, հետևի մուտքով դուրս կգա, թե կգա ի վերջո կբռնացնեք, ինչպես ասում։ Անկեղծ չեմ կարող ասել, բայց մենք կխնդրենք նորից ինքը իջնի եւ մեր հարցերին պատասխան տալ։ Իհարկե նախորդ փորձեր ունենալով չեմ կարծում կենտրոնական մուտքով դուրս գա, ինչպես միշտ հետևի մուտքով։ Չէ, եթե քաջություն ունենային, կարծում եմ այս գործին այլ ընթացք կստանար։ Բայց լիահույս եմ, որ հնարավորություն կտրվի արդար դատաքննությանը եւ Դավիթին վերադարձնել ընտանիք։ Շնորհակալ եմ։ Այս պայմանությամբ նախատեսում ենք դատախազության առջև լինել մինչև ամսի 17-ը երեկոյան, ամեն օր ժամը 11-ից 8-ը, այստեղ հերթապահությամբ լինելու են մայրիկներ, ովքեր մտահոգ են Դավիթի առողջական վիճակից, թույլ տալ Դավիթին ստանա ամբողջական բուժումը եւ եթե հնարավոր է տանը շարունակի իր ընտանիքի հոգատարության ներքո։ Այսինքն դուք չեք ճանաչում Դավիթին, ուղղակի եկել եք ի աջակցություն որպես ծնող։ Ոչ Դավիթին, ոչ մայրիկին, ոչ մեկին չեմ ճանաչում։ Դավիթի մասին տեղեկացել եմ համացանցից, ծաղկազարդի օրը, եւ այդ օրից ես էլ լինելով մայրիկ, ես պատկերացնում եմ Դավիթի մայրիկին այս իրավիճակում եւ իմ քաղաքացիական պարտքն եմ համարում կանգնել ընտանիքի կողքին։